Okay, Ջերելի երևանցիներ, այսօր պատասխանում եմ ձեր տված հարցերին։ Խնդրում եմ օպերայի շրջակա տարածքի ասֆալտը փոխարինել այլ բանով։ Շատ տգեղ էր եւ մոխրագույն։ Նաեւ հարակից սրճարանները հնարավորինս ազատել եւ վերադարձնել կանաչը տարածքում։ 2018 թվականից անցել է 7 տարի, դեռ նույն խնդիրը կա։ 2018 թվականից բարբերաբար օպերայի հարակից տարածքներում մենք իրականացրել ենք տարբեր սրճարանների քանդումներ եւ նույնիսկ այս տարի 2025 թվականին մենք Գառնանը, եթե չեմ սխալվում, իրականացրել ենք մի մեծ տարածքի քանդում եւ բացազատում, ինչպես նաեւ կանաչ տարածքների ստեղծում այդ հատվածում։ Ինչ վերաբերում է ազատության հրապարակին, մենք ունենք արդեն իսկ նախագիծ, որ պլանավորում ենք սկսել իրականացնել 2026 թվականին եւ այդ վատ մոխրագույն ասֆալտը փոխարինել շատ գեղեցիկ մոխրագույն քարով։ Ինչ առաջընթաց է գրանցվել Երևանը խելացի քաղաք դարձնելու ուղղությամբ։ Երևանը խելացի քաղաք դարձնելու ուղղությամբ մենք արել ենք 3 հիմնական կարևոր ծրագրեր։ Առաջին ծրագիրը վերաբերում է քաղաքացիների հետ շփումներին։ Մենք ստեղծել ենք ակտիվ քաղաքացի հավելվածը, որով որ դուք կարողանում եք մեզ հանձնարարել աշխատանք, ախտորոշել խնդիրները քաղաքում եւ ամենասեղմ ժամկետներում մենք իրականացնում ենք այդ աշխատանքը եւ տեղից ձեզ ուղարկում փաստական տվյալներ։ Երկրորդ ուղղությունը վերաբերում է GIS համակարգին, որը ներքին կառավարման համակարգ է եւ հնարավորություն է տալիս ստեղծել տարատեսակ էլեկտրոնային քարտեզներ, որոնցով որ մենք կարողանում ենք վերլուծել մեր խնդիրները եւ դրանց արագ լուծումներ տալ։ Օրինակի համար մեր GIS քարտեզներից մեկը հասանելի է եւ մենք բոլորս տեսնում ենք օդի որակի չափիչ սարքերի տվյալները ամբողջ քաղաքում։ Եվ այս հարթակը հասանելի է հենց Yerevan.am կայքում։ Երրորդ ուղղությունը այս բոլոր տվյալների համադրությամբ մենք կարողանում ենք ստանալ մեծ տվյալների վերլուծություն։ Այդ վերլուծությունը նույնպես ծառայում է քաղաքին եւ քաղաքի խնդիրների լուծմանը։ Կխնդրեմ պատասխանեք կենդանիների խնամքի կենտրոնն ինչու չունի քաղաքային հեռախոսահամար։ Մեր բոլոր ծառայությունները հասանելի են 105 հեռախոսահամարով, որը կենտրոնացված մեր հեռախոսազանգերի կենտրոնն է, որը որ դուք կարող եք զանգահարել եւ կապվել մեր յուրաքանչյուր ծառայության հետ։ Գիտեք ինչ քանակությամբ են ավելանում ծածուկ ապօրինի շինությունները։ Այո, գիտենք եւ հուսով ենք, որ դուք էլ մեզ կօգնեք դրանք բացահայտել եւ քանդել, եւ նաեւ գիտենք, թե ինչ քանակով ենք մենք քանդում այդ ապօրինի շինությունները, բակերում ստեղծելով խաղահրապարակներ, ֆուտբոլի դաշտեր եւ հանգստյան գոտիներ։